ԱՄՆ նախագահը Truth Social-ի էջում գրառում է կատարել շնորհակալություն հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անցած տարվա օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ոգուն հավատարիմ մնալու համար։ Դոնալդ Թրամփը նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն իր կանգնեցրած 8 պատերազմներից մեկն է և հիմա տիրում են բարգավաճում և խաղաղություն։ Փետրվարին փոխնախագահ Վենսը կայցելի Հայաստան և Ադրբեջան մեր խաղաղության ջանքերը զարգացնելու և Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության ու բարգավաճման նախագիծն առաջ մղելու համար։ Կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ, մենք Հայաստանի հետ համաձայնագիր կստորագրենք միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման վերաբերյալ, կստորագրենք պայմանագրեր կիսահաղորդիչների մեր խոշորագույն արտադրողների հետ, մանրամասնել է Թրամփը։ Նա հավելել է, որ պատրաստվում են նաև Ադրբեջանին ամերիկյան արտադրության պաշտպանական սարքավորումներ վաճառել։ Աբու Դաբիում մեկնարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների երկրորդ փուլը։ 10-ի տվյալով հանդիպումներն ընթանում են տարբեր ձևաչափերով, բանակցային թիմերն ուսումնասիրում և քննարկում են միանգամից մի քանի փաստաթուղթ Ուկրաինայում խաղաղության վերաբերյալ։ Նախօրեին կայացել էր բանակցությունների առաջին փուլը։ Կիևի պատվիրակության ղեկավար Ռուստամ Ումերովը հայտարարել էր, որ հանդիպումը նվիրված է ռուսական պատերազմի դադարեցման պարամետրերին և բանակցային գործընթացի հետագա տրամաբանությանը հասնելու արժանապատիվ և երկարատև խաղաղության։ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ մանրամասն զեկույցներ է ստանում ուկրաինական թիմից։ Ուկրաինայի նախագահը նշել է, դեռ վաղ է եզրակացություններ անել բանակցությունների բովանդակության վերաբերյալ, սակայն հարկավոր է ռուսական կողմից որոշ պատասխաններ ստանալ և համոզվել, որ Մոսկվան պատրաստ է դադարեցնել պատերազմը։ Զելենսկին տեղեկացրել է, որ Աբու Դաբիում օրակարգում է մասնավորապես Դոնբասի հարցը։ Կրեմլից նշել են, որ հակամարտության կարգավորման աշխատանքում առաջընթաց կա։ Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր, առանց տարածքային հարցը լուծելու երկարաժամկետ կարգավորման հույս չկա։ Սպիտակ տնից էլ արդյունավետ են որակել Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների առաջին օրը։ Ռուսական ուժերը հարվածել են Խարկովին և Կիևին, հայտնի է զոհերի և վիրավորների մասին, վնասվել են բնակելի շենքեր, ծննդատուն և այլ օբյեկտներ, հրդեհներ են բռնկվել։ Վիտալի Կլիչկոն տեղեկացրել է, որ մայրաքաղաքի ձախափին ջրամատակարարման խափանումներ կան։ Կիևում 6000 տուն կրկին մնացել է առանց ջեռուցման, մինչդեռ ջերմաստիճանը հասնում է -11-ի։ Քաղաքապետը կոչ է արել բնակիչներին հնարավորության դեպքում հեռանալ Կիևից։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանն արձակել է 370-ից ավելի ԱԹՍ և 21 հրթիռ։ Հիմնական թիրախը եղել է Ուկրաինայի էներգահամակարգը։ Նա հավելել է, որ Դավոսում համաձայնության է եկել Թրամփի հետ Պատրիոտ համակարգերի համար նոր հրթիռներ մատակարարելու վերաբերյալ, ուժեղացնելու Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։ Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենն այցելել է Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուք, հանդիպել կղզու վարչապետի և բնակիչների հետ։ Նա ընդգծել է Դանիայի թագավորության համախմբվածության և համատեղ քաղաքական ապագայի կարևորությունը։ Գրենլանդիայում եմ ցույց տալու Կոպենհագենի աջակցությունը կղզու ժողովրդին, շատ բարդ ժամանակներում ենք ապրում, ասել է Ֆրեդերիկսենը։ Դանիայի վարչապետը հավելել է, որ սերտորեն գործակցում են Գրենլանդիայի իշխանությունների հետ և դիվանագիտական աշխատանքներ են տանում։ Այս այցը տեղի է ունեցել Գրենլանդիայի ապագայի շուրջ աճող լարվածության ֆոնին։ Դոնալդ Թրամփը հայտարարում էր, որ Դանիայի թագավորության մաս կազմող կղզին պետք է լինի Միացյալ Նահանգների վերահսկողության տակ, այլապես այն կարող են գրավել Ռուսաստանը կամ Չինաստանը։ Օրերս Դավոսում Թրամփը հայտարարեց, որ գործարքի են հասել և Միացյալ Նահանգներն անսահմանափակ հասանելիություն կստանա Գրենլանդիային։ Վենեսուելայի իշխանությունները 2025 թվականի դեկտեմբերից ի վեր բանտերից ազատել են 626 մարդու, հայտնել է երկրի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը։ Նրա խոսքով այս գործընթացը սկսվել է Նիկոլաս Մադուրոյի որոշմամբ հասարակության շրջանում երկխոսության և համակեցության պայմաններ ստեղծելու նպատակով։ Ռոդրիգեսը կոչ է արել չդիտարկել այս քայլը որպես կառավարության թուլության նշան։ Հունվարի 3-ին Միացյալ Նահանգները գործողություն էր անցկացրել Վենեսուելայում, ձերբակալելով նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։ Վաշինգտոնը նրանց մեղադրել է նարկոահաբեկչության և ԱՄՆ-ի ազգային շահերին սպառնալու համար։ Միացյալ Նահանգները նաև հայտարարել է, որ Վենեսուելայի նախկին իշխանությունը գողացել է ամերիկյան նավթը։ Այդ գործողությունից հետո Վաշինգտոնը Կարակասից պահանջել է նաև բանտերից ազատել Մադուրոյի իշխանության օրոք ձերբակալված քաղբանտարկյալներին, ներգրավելու նրանց Վենեսուելայի վերականգնմանը։ Դիանա Գասպարյան, լուրեր։